Ադրբեջանական դատարանում 8 ծանր հոդվածներով դատվող արցախցի Կարեն Ավանեսյանի փաստաբանները չեն կարողանում Հայաստանից վերցնել նրա առողջության մասին տեղեկանքը, որ ուղարկեն Եվրոպական դատարան։ Առողջապահության նախարարությունը Ավանեսյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկություն տրամադրելու համար լիազորագիր է պահանջում, բայց Արցախից ձերբակալված եւ ադրբեջանական բանտում պահվող տղամարդուց փաստաբանները չեն կարող այն վերցնել։ Այս մերժման պատճառով հնարավորություն չունեն Ստրասբուրգին տեղեկացնել, որ Կարեն Ավանեսյանը հոգեկան խնդիրներ ունի, հակառակ Ադրբեջանի պնդումներին, թե նա լիարժեք առողջ ահաբեկիչ է։ Խոցելի կալանավոր է։ Ինքը բուժվել է, այնտեղ նրա վերաբերյալ բժշկական տվյալներ կա։ 58-ամյա Ավանեսյանի բժշկական տվյալներն Արցախի հայաթափումից հետո տեղափոխել են Հայաստան, բայց նրա շահերը Եվրոպական դատարանում պաշտպանող փաստաբան Արա Ղազարյանն ասում է, խնդրի առջև են կանգնել։ Դա խնդիրը մենք ուզում ենք տարբեր եղանակներով ստանալ։ Ինչու առողջապահության նախարարությունը չի տրամադրում անհրաժեշտ տեղեկանքը, թեկուզ առանց լիազորագրի, հատկապես երբ այն անհրաժեշտ է Եվրոպական դատարանում նրա շահերը պաշտպանելու համար։ Գերատեսչությունից հրաժարվում են պատասխանել այս հարցին, հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Օրերս Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում պետական մեղադրողը պահանջել է Ավանեսյանին 18 տարով ազատազրկել։ Ավանեսյանն այն մի խումբ հայերից է, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո մնացել էր Ստեփանակերտում։ Սեպտեմբերի 14-ին, երբ Ադրբեջանի նախագահը ժամանել էր Արցախ, Ավանեսյանին ձերբակալել էին։ Ըստ Բաքվի արցախցի տղամարդը Կալաշնիկով ինքնաձիգով լիցքավորված պայստատուփերով ու 5 նռնակներով փորձել էր մոտենալ միջոցառման վայրին, բայց ոստիկանները հասցրել էին կանխել։ Ադրբեջանական իրավապահները նաև պնդում են, Կարենը դիմադրել էր կրակ բացել, նռնակներ նետել։ Գյանջայի դատարանում օրերս վկա ներկայացված Էլմար Գուրբանովն էլ պնդել էր, թե միայն իր մարմինը 8 փամփուշտ է ստացել Ավանեսյանից։ Գնդացիրից է կրակել ոստիկանների ուղղությամբ, ասել է վկան։ Եվ եթե Մարտիրոսյանի Եվրոպական դատարանում նախաձեռնված գործընթացի շրջանակներում անհրաժեշտ է ցույց տալ խոցելիությունը անձի, այսինքն ոչ միայն այն հանգամանքը, որ նա կալանավորված է, ազատությունից զրկված է, եւ գտնվում է Ադրբեջանի հսկողության ներքո, այլ նաև խոցելի է հաշվի առնելով հոգեկան առողջության վիճակը, դրա համար էլ է շատ կարևոր համապատասխան փաստաթղթերի առկայությունը։ Հայ գերիների դատավարություններին հետևող միջազգային իրավունքի մասնագետ, իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպության իրավապաշտպան Աննա Մելիքյանն այս հարցում կարևորում է Հայաստանի կառավարության դերը։ Կառավարությունը պետք է իր նախաձեռնությամբ ես օրինակ կհորդորեի, որպես երրորդ անձ անպայման ներգրավի այս վարույթում եւ համապատասխան որ այն փաստաթղթերը, որոնք եթե իհարկե գտնվում են Հայաստանի իշխանությունների տիրապետության ներքո ու այս դեպքում ստացվում է բացառիկ տիրապետության տակ են, այդ դեպքում տրամադրի դատարանին, որպեսզի լավագույնս ապահովեն անձի իրավունքները կոնվենցիայով երաշխավորված։ Ասում է, բժշկական գաղտնիքի հարցը եւս կլուծվի, եթե պետությունն ինքը Եվրոպական դատարանում որպես երրորդ կողմ ներգրավվի ու ներկայացնի այդ տեղեկությունը։ Միջազգային դատարաններում Հայաստանը ներկայացնող միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակը սակայն Ավանեսյանի հարցով չի զբաղվում։ Այս գրասենյակից էլ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Ընդհանրակարգը պահանջում է, որպեսզի լիազորագիր լինի անձի անունց, եթե անձը ողջ է, Սա այն դեպքներ, ու եթե շատ հստակ ունի ընդհանրակարգեր, որոնցով որ չափանիշներ է մշակել, որ դեպքերում ընդունելի է համարում առանց լիազորագրի գանգատ ներկայացնելը, ու դա հենց հաշվի առնելով բացառիկ դեպքերը, անձի խոցելի վիճակը եւ նրա իրավունքների այլ կերպ պաշտպանելու բացակայությունը։ Մելիքյանի խոսքով նման նախադեպ եղել է, երբ գերեվարվածներից մեկի դեպքում եւս լիազորագիր չի եղել ու Հայաստանի կառավարությունը ներգրավվել է այս գործում։ Միևնույն ժամանակ, եթե միջազգային հեղինակավոր դատարանն առանց գերու լիազորագրի ստանձնել է նրա իրավունքների պաշտպանության համար իրեն դիմաց փաստաբանների դիմումի քննությունը, այն համարելով հրատապ գործ, ինչու Հայաստանի կառավարությունը նույն հրատապությունը չի դրսևորում, ինչու է առողջապահության նախարարությունը նեղ մեկնաբանում այս դեպքը, հարցնում է իրավապաշտպանը։ Ես ավելի շատ սա մեկնաբանում եմ ընդհանուր Հայաստանի կառավարության դիրքորոշման լույսի ներքո, որը բխում է նաև խաղաղության պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների, այսինքն մենք միտում ենք նկատել, որ ըստ էության Հայաստանի կառավարությունը պատրաստ է դադարեցնել որևէ գործընթաց, որը Ադրբեջանի դեմ կլինի, ուստի նաև պասիվություն է ցուցաբերում այս դեպքում, որը անթույլատրելի է։ Ըստ միջազգային իրավունքի մասնագետի, ստացվում է Եվրոպայի խորհրդի տարածքում խախտվում է Կարեն Ավանեսյանի իրավունքը, իսկ այդ խորհրդի անդամ Հայաստանը, որ կարող է օգնել նրա իրավունքների պաշտպանության հարցում, չի շտապում քայլեր ձեռնարկել։ Փաստաբանները տեղեկություն ունեն, որ Ավանեսյանն այս միջադեպից առաջ ցանկացել է Հայաստան տեղափոխվել, բայց լսող չի եղել։ Բաքուն Ավանեսյանի վերաբերյալ տեսանյութ է տարածել ու դա որակել ահաբեկչության նախապատրաստություն, բայց այդտեղ Կարենը ոչ թե
թե քայլում է դեպի այնտեղ, որտեղ Ալիևն է, այլ հակառակ ուղղությամբ։ Այդ տեսանյութում որևէ զենք գնդացիր չի երևում։ Մի տղամարդ է Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Ալիևի գտնվելու վայրից հեռու, քաղաքի արվարձանում ուսապարկով քայլում։ Հայերի դատավարություններն Ադրբեջանում ընթանում են առանց անկախ դիտորդների ու լրատվամիջոցների։ Հայաստանյան եւ միջազգային հանրությունը տեղեկություններ է ստանում միայն խիստ վերահսկվող պետական լրատվամիջոցներից ու նրանց հրապարակումները հնարավոր չէ ստուգել։ Նույն կերպ նաեւ հնարավոր չէ պարզել Կարեն Ավանեսյանի հետ տեղի ունեցածի իրական մանրամասները։